Մենք կարող ենք իհարկե ենթադրություններ անել, ուղղակի դրանք իրապես ենթադրություններ են, սպեկուլյատիվ տարկ ունենան, երևի թե պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը, եթե դա տեղի ունենա, թերևս առավել հիմնավոր կլինեն ենթադրությունները, որ դիմումը պայմանավորված էր այդ գործընթացների հետ եւ թերևս դիրքորոշումը, մասնագիտական արժանապատվությունը եւ այլն ընկած են եղել հրաժարականի հիմքում, դիմումի հիմքում, բայց չենք բացառում, որ դա կարող է այլ պատճառներով լինել, լավագույն մեկնաբանողը պարոն Կիրակոսյանը կլինի, եթե հրաժարվում է ընդհանրապես սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Տիկին Սահակյան, փորձագետները արդեն նշել են, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար միետից գանգատները հետ վերցնելը։ Ես ուզում եի դուք եւս մեկ անգամ ընդգծեք այն կարևոր հետևանքները, որոնք կսպառնան Հայաստանին։ Նախ նշեմ, որ քննարկվում է բոլոր դատականացաններից հայցերի պանչը, սա անդրադարձ է ունենալու ոչ միայն մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող գործընթացներին, այլ նաև արդարադատության միջազգային դատարանի, իսկ այս դատարանում խնդիրը հենց հայերի նկատմամբ էթնիկ եւ ազգային պատկանելիության հիմքով խտրական քաղաքականությունն է, որը պետական մակարդակով ծրագրավորվում, իրականացվում, ֆինանսավորվում է, ընդ որում այս քաղաքականությունն է, որ ծնում է ազգամիջյան հակասություններ եւ այս քաղաքականությունն է, որը հանգեցրել է արցախահայերի բռնի տեղահանության, ինչպես նաեւ հայերի նկատմամբ միջազգային բնույթի հանցագործությունների կատարման, հասկանալի է, որ Ադրբեջանը ինքնուրույն գիտակցմամբ եւ միջոցներով երբեք չի վերացնելու այս քաղաքականությունը, ուստի դրա մեղմելու միակ ճանապարհը մնացել է իրավականը, ընդ որում իրավական գործընթացների բացակայությունն էր, որին գնահատմամբ հանգեցրել է ռազմական ուժի կիրառմանը, եւ մենք հիմա էլ ամենօրյա հիմունքներով տեսնում ենք այդ սպառնալիքները, ավելին հայկական կողմը մեղադրվում է սահմանային միջադեպերի համար, որը չի կատարվել, եւ սա կրկին հող է նախապատրաստում ագրեսիվ գործողություններ Հայաստանի հանդեպ կատարելու համար, ուժի գործադրման արգելքը խախտելու նպատակով Ադրբեջանը իմիտացնում է ինքնապաշտպանություն եւ կեղծ հիմքեր է ձևավորում։ Հիմա այս քաղաքականությունը հնարավոր է բացառել իրավական գործընթացների միջոցով, ցավոք սրտի Հայաստանը արդեն իսկ պարտություն է արձանագրել քաղաքական եւ ռազմական ոլորտներում, Հայաստանի դիվանագիտությունը չի կարողացել կանխել ՄԱԿ-ի կանոնադրության խախտումը ագրեսիայի տեսքով եւ ստացվում է, որ միակ ճանապարհը դա իրավականն է եւ եթե մենք դուրս ենք գալիս իրավական հարթակներից, ամբողջովին գտնվում ենք անպաշտպան եւ կամայական դրության մեջ։ Իսկ հասկանալի է, որ ունի անվտանգային նկատառումներ եւ մյուս կողմից Ադրբեջանը օրինականացնելու է այն բոլոր ապօրինի ձեռքբերումները, որոնք կապված են Հայաստանի տարածքի, Արցախի պետականության կործանման եւ հայերի իրավունքների խախտումների հետ։ Տիկին Սահակյան, իսկ նախադեպեր հայտնի են, որ եղել է հաշտությունից հետո կամ չգիտեմ դեռ չհաշտված հետ վերցնեն հայցերը միջազգային ատյաններից։ Անկեղծ ասած հաշտության գործընթացներ իհարկե կան, բայց այդ հաշտությունները հիմնականում ձեռք են բերվում դատական պրոցեսներում, այսինքն կամ հաշտության համաձայնություն է կնքվում, որը հաստատում է դատարանը, եւ այս պարագայում մենք դարձյալ ունենում ենք դատական ակտ, կամ հաշտություններ տեղի են ունենում եւ հայցերից հրաժարվում են, քանի որ խնդիրները լուծվում են եւ դրանք դառնում են անառարկական, այսինքն ի սկզբանե ներկայացված հայցը դառնում է առարկա զուրկ, քանի որ պահանջը այլ ճանապարհով իրականացված է կամ խախտումները վերացված է։
Ես կարծում եմ, որ հիմնական դեպքերը առնչվում են հենց առարկայազուրկ դառնալուն, քանի որ հարցերը ստացել են իրենց լուծումը, սպառվել են, ուստի նպատակահարմար չէ իրավական վեճ շարունակելը։ Մեր պարագայում նման հարց չկա, այդ պահանջները շարունակում են մնալ արդիական։ Այո, այս պարագայում որևէ խնդիր լուծված չէ եւ խնդիրների չլուծվածության պարագայում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է համաձայնություն տալ հայցերի հետ կանչի։